Դիլիջանը մեկ օրով դարձավ ժամանակակից հայկական մշակույթի մայրաքաղաք։ Green Rock-ի նախաձեռնությամբ առաջին անգամ անցկացվեց Armat Fest 2026-ը մեկ վայրում համախմբելով երաժշտություն, արվեստ, հայկական բրենդներ, արհեստներ, գաստրոնոմիա եւ ժամանց։ Villa 3 Coworking Hub-ի հարևանությամբ համերգասրահի տարածքում օրվա ընթացքում տիրում էր տոնական ու ստեղծարար մթնոլորտ։ Այստեղ կարելի էր ոչ միայն լսել հայկական ժամանակակից երաժշտություն, այլև բացահայտել հայկական մշակույթի տարբեր դրսևորումները նոր ու ժամանակակից ձևաչափով։ Փառատոնի երաժշտական գլխավոր հարթակում ելույթ ունեցան Գարիկ Ընտսոնը, Լավելի եւ Միքայել Ոսկանյան and Friends խմբերը։ Նրանց կենթանի կատարումներին հաջորդեցին DJ սեթերը, որոնցում հայկական երաժշտական մոտիվները ստացան նոր ու ժամանակակից հնչողություն։ Դե իսկ այցելուների եւ մասնակիցների կատարմամբ հայկական ավանդական պարերն էլ ավելի զարդարեցին փառատոնը։ Բայց Armat Fest-ը միայն երաժշտություն չէր։ Փառատոնի այցելուները մասնակցեցին հայկական ավանդական արհեստների վարպետության դասերի, ծանոթացան գործ արվեստի եւ ազգային զարդանախշերի ավանդույթներին։ Մարքետ զոնում ներկայացված էին ժամանակակից հայկական դիզայներական ու ձեռագործ բրենդներ, իսկ ֆուդ կորտը հնարավորություն էր տալիս բացահայտելու հայկական խոհանոցի ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից համերը։ Արմատը դա մեր արմատներինն է, մոտեցում մեր արմատներին, բայց նորովի, որ երիտասարդները հասկանան արմատների դա մեր հիմքն է, դա մեր մշակույթն է, բայց նա կարող է լինել հետաքրքիր եւ ֆանտաստիկ, որը հիմա դուք տեսնում եք Դիլիջանում։ Մենք ունենք 1800 գրանցում, որոնք գրանցվել են տարբեր Հայաստանի բոլոր վայրերից եւ իհարկե մեր հյուրերը, զբոսաշրջիկները Ռուսաստանից, արտերկրներից, Եվրոպայից, որը ինքը հետաքրքիր ֆեստ է, որ մենք ուզում ենք սա ամենամյա լինի, ոչ միայն այս տարի, սա սկիզբն է, մենք փորձելու ենք անել ամեն ինչ, որ մյուս տարի ինքը լինի ավելի հետաքրքիր, ավելի մեծ, ավելի շքեղ, փորձել ենք հայկական արվեստը մշակույթը ցույց տանք այստեղ։ Իսկ ամենափոքր այցելուների համար գործում էր Kids Zone-ը հայկական խաղերով, ստեղծագործական ու ինտերակտիվ ծրագրերով։ Այսպիսով Armat Fest-ը դարձավ իսկապես ընտանեկան փառատոն տարբեր սերունդների համար։ Այսօր մենք ներկայացրել ենք մի քանի վարպետաց դասեր, որոնք նաև թեմատիկ էին, այսինքն ազգային էին, մեծերի եւ փոքրերի համար։ Ներկայացրել ենք Որդան Կարմիրով վարպետաց դասեր մեծահասակների համար, տիկնիկագործություն մեծահասակների համար, իմիջիայլոց ազգային տիկնիկագործություն, որովհետև թե կտորի նախշը, թե պատմությունը, որ հաղորդում էինք բոլոր ներկաներին, ազգայինի մասին էր։ Եվ մանկական զոնայում ունեինք փայտե իրերի նկարազարդում եւ ապլիկացիաներ, որոնք էլի ազգայինի թեմային մեջ էին։ Շատ զարմացած ենք, որտեղ չէինք սպասում, որ ազգայինի թեման այսքան հետաքրքրում է մարդկանց։ Իհարկե շատ ուրախալի փաստ է։ Մենք 100-ից ավել մասնակից ունենք երկու տարբեր զոնաներում մեծերի եւ փոքրերի համար։ Հատկապես ուզում եմ ուշագրավել, որ Որդան Կարմիրով են հետաքրքրվողները, քանի որ թվում է թե տպավորություն է, որ Որդան Կարմիրը միայն գրքերից եւ ֆիլմերից ու պատմություններից պետք է մենք հիշեինք, բայց բոլոր ներկաների մեծ մասը ուղղակի փորձառությունը ունեցավ Որդան Կարմիրին։ Օրվա ընթացքում Դիլիջանը միավորեց հազարավոր մարդկանց, արվեստագետների, երաժիշտների, ստեղծագործողների, տեղական արտադրողների եւ պարզապես հայկական մշակույթը նորովի բացահայտելու ցանկություն ունեցող այցելուների։ Armat Fest 2026-ը դարձավ Green Rock-ի այն տեսլականի արտահայտությունը, որտեղ մշակույթը, զբոսաշրջությունը, ստեղծարարությունը, կրթությունն ու համայնքային կյանքը հանդիպում են մեկ միջավայրում։ Եվս մի քանի ամիս է, ինչ ապրում եմ Դիլիջանում։ Այստեղ հաճելի ու հարմարավետ պայմաններ են ստեղծված։ Villa 3 Community Hub-ում մարդիկ շատ հետաքրքիր են, խորքային ու վառ անհատականություններ։ Հրաշալի երեկոներ ենք անցկացնում, շփվելով եւ զրուցելով։ Ոմանք զբաղվում են բիզնեսով, ոմանք ՏՏ ոլորտով, իսկ մյուսները տարբեր այլ ուղղություններով։ Միշտ հետաքրքիր է միմյանց հետ մտքեր եւ փորձառություններ կիսելը։ Այստեղ նաեւ մշակութային փոխանակում է տեղի ունենում, իսկ հենց վիլան շատ հարմարավետ է։ Աշխատանքի համար անհրաժեշտ ամեն ինչ եւս առկա է։ Ամեն ինչ գեղեցիկ է, ոճային, ժամանակակից եւ շատ էսթետիկ։ Դե իսկ փառատոնն էլ հրաշալի է։ Ես վայելում եմ յուրաքանչյուր պահը։
Դիլիջանում առաջին անգամ անցկացված Արմաթ Ֆեստ 2026-ը քաղաքը վերածեց ժամանակակից հայկական մշակույթի մեծ ու գունեղ հարթակի։ Ավելի քան 2000 այցելու ունեցող այս փառատոնը հավակնում է դառնալ ամենամյա։ Արմաթ Ֆեստն ավարտվեց, բայց թողեց գլխավոր ուղերձը։ Հայկական մշակույթը կարող է լինել միաժամանակ արմատավորված, ժամանակակից ու վառ, իսկ Դիլիջանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ կարող է դառնալ այդ մշակութային հանդիպումների կարևոր հարթակը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։